Ողջույն, իմ շատ սիրելի հայրենակիցներ, սիրտս խփում է, վախենում եմ այն ինչ-որ հիմա պետք է անեմ, բայց պիտի անեմ, որտև սրտիս մեջ ասելիք կա։ Այս վիդեոն ձայնագրում եմ և ուղղում եմ մեր ամենայն հայոց կաթողիկոսին, վեհափառիս։ Այս վերջին մի քանի ամիսները, վեհափառ ջան, ինձ համար շատ դժվար ամիսներ էին։ Այս վերջին ամիսներին ոնց որ զինվոր լինեմ, պայքարում եմ։ Այս վերջին ամիսներին պաշտպանում եմ եկեղեցիս, վեհափառիս, պաշտպանում եմ ժողովրդիցս, ում շատ սիրում եմ։ Սիրտս հանգիստ չի, խաղաղ չի, որտև համ վեհափառիս եմ սիրում, համ եկեղեցիս եմ սիրում, համ ժողովրդիս եմ սիրում։ Եվ այս պայքարի մեջ այդքան հայհոյանք չէի կերել, այդքան քֆուր-քյաֆար չէի կերել, երբ որ արտիստ էի մեղավոր կյանքով, քան հիմա, երբ սկսեցի պաշտպանել վեհափառիս, ում երբեք չեմ տեսել կյանքիս մեջ։ Այս վերջերս կոմենտ էի գրել ձեր վիդեոյի տակ, Ազատություն էջներ դրել, ազատության էջը, լրատվական, գրել էի Աստված օրհնի վեհափառիս։ Ու ներքևում նենց հայհոյանքներ կային անձիս և իմ հոր գերեզմանին, ով զոհված ազատամարտիկ է։ Այնքան վատ բաներ էին գրել մարդիկ, ժողովուրդս, ում ես շատ սիրում եմ։ Չգիտեմ ինչա կատարվում, բայց ես ինձ համարում եմ այդ ամեն ինչի ներսում, ես ինչ չեմ ուզում հանեմ դուրս, ես այդ ժողովրդի մի մասնիկ եմ, վեհափառ ջան, և համարում եմ ձեզ այդ ժողովրդի մի մասնիկ նույնպես, և այդ մարդով հայհոյեց ինքն էլ մի մասնիկ է, իմ ժողովրդի։ Վեհափառ ջան, այս պատերազմի մեջ, որը կարելի է ասել օնլայն է լինում, մեկ-մեկ ֆիզիկական, Հայաստանում ավելի շատ ֆիզիկական, երբ իշխանությունը խառնում է ուժայիններին, այս պատերազմի մեջ, որը չարի և բարու պատերազմ է շատ անգամ, ես ինքս գիտակցում եմ, որ Քրիստոսին մոռանում եմ այս ճանապարհին, ձեզ պաշտպանելով, եկեղեցիս պաշտպանելով, սրբություններս պաշտպանելով, հայրենիքս պաշտպանելով այս ընթացքում, ես մեկ էլ տեսնում եմ, որ ես էլ Քրիստոսի համար չեմ պայքարում։ Ես չգիտեմ ինչն է պատճառը, երևի թե որ մարդկային ուժով եմ փորձում պայքարել։ Երբ որ դառնում ես հավատացյալ, գիտակցում ես, որ այս պայքարը ինքը չարի և բարու պայքար է, սատանայի և Աստծո լույսի, սպիտակի և սևի, ինքը հոգևոր պայքար է, բայց այս ճանապարհին կա վտանգ, որ դու սկսում ես պայքարել մարդկային ուժով, որտեղ դիմացինդ մարդկային ուժով է պայքարում, ֆիզիկական, չնայած կան ժամանակ, երբ որ չարը քեզ ֆիզիկապես թշնամու կողմից, թշնամին ոնց է ուզում է քեզ սպանի, և դու պաշտպանվում ես զենքով և մեր ժողովուրդը դարեր շարունակ, մեր հոգևորականները թշնամուն զենքով են լարել, այսինքն բացի հոգևոր պատերազմից ինքը ֆիզիկական էլ է գալիս, բայց երբ որ խոսքը գնում է քո ժողովրդի հետ ես դու պայքարում, դա ցավոտ է։ Ես այն մարդկանցից եմ, որ նույնիսկ իրավունք չունեմ ձեր հետ խոսեմ, վեհափառ ջան, ես շատ մեղավոր մարդ եմ։ Ես ապրել եմ մեղավոր կյանքով,
Ես եղել եմ արտիստ, ով շատ էրոտիկ կերպարով է հանդես եկել տարիներ շարունակ եւ դարձել է պատճառ երիտասարդների գայթակղության, իմ կեցվածքով ես շատ երիտասարդների գայթակղել եմ, իմ կեցվածքով, իմ հագուստով, իմ հագուկապով, իմ լիբերալ լինելով, իմ ազատամիտ լինելով։ Հիմա էլ երբ հավատացյալ եմ, այնպես չի, որ շատ մաքրվել եմ, ունեմ շատ սովորություններ, որ հին կյանքից, հին անից եկել են եւ պայքարում եմ այսօր այդ սովորությունների դեմ, ունեմ բարկության խնդիր, որ կարող եմ հարազատից ցավացնեմ, բարկանամ եւ գիտեմ, որ բարկությունը մեծ մեղք է։ Ես շատ մեղավոր մարդ եմ, Վեհապար ջան։ Եվ լինելով շատ մեղավոր մարդ, ով այսօր ձեզ այս վիդեոյով դիմում է, խնդրում եմ չհամարեք հանդգնություն, որ այսօր իմ նման մարդն է ձեզ այս վիդեոն ձայնագրում, որովհետև ես ինձ համարում եմ Քրիստոսի հոտի անդամ եւ Քրիստոս ձեզ էլ դրել է իմ ժողովրդին հոգևոր հայր եւ ես ձեր հոտից եմ, Վեհապար հայր։ Ես ձեր հոտի մի մարդ եմ, շատ մեղավոր։ Եվ այսօր ես պաշտպանում եմ ձեզ ձեր օծությունը, որ Աստծուց է, եւ ես հավատում եմ, որ դուք Աստծո օծյալն եք, ձեր վրա կա Աստծո օծություն։ Եվ ես որպես հավատացյալ ի պարտքս եմ համարում պաշտպանեմ եկեղեցիս։ Եվ իհարկե իմ Վեհապարին։ Ես հանրային մարդ եմ եւ շատերն են ինձ ճանաչում, Վեհապար ջան։ Եվ ինձ համար այնքան դժվար է եղել 2 տարի առաջ, երևի թե մի քիչ ավել 2 տարուց, երբ որ ես հանրայնորեն ապաշխարեցի, սկզբում ապաշխարեցի Տիրոջը։ Գիտեք, ապաշխարություն ինքը process է, ինքը մի օրում չի լինում, ինքը տարիների ընթացքում դու փշրվում ես Աստծո առաջ, որտեվ դու ինչքան էլ լինես զինվոր, դու Աստծո առաջ փշրվում ես մեկը, փոքրանում ես, որպեսզի Աստված բարձրանա։ Եվ ինձ համար շատ դժվար է եղել, Վեհապար ջան, հանրայնորեն ընդունել իմ մեղքը եւ ասել իմ ժողովրդին, որ ես մեղավոր եմ, ժողովուրդ ջան։ Աստծո առաջ ապաշխարեցի, ընդունեցի, որ ես ինչքան սխալ կյանքով եմ ապրել եւ ժողովրդիս էլ ասեցի։ Երբ ժողովրդիս հետ կիսվեցի, իմ ապաշխարական խոսքը հազարավոր մարդկանց սրտեր փափկեցին իմ հանդեպ։ Բոլորը ինձ ընդունեցին ընտանիք, ասեցին, ինչ լավ է անի ջան, շատ շատերը ուրախացան, ասեցին, որ երկնքում հրեշտակները ապարում են, որ մի հոգի փրկվեց, Աստծո համար շատ կարևոր ամեն մեկի փրկությունը, հոգու փրկությունը։ Շատերն էլ համարեցին դա թուլություն եւ դա օգտագործեցին իմ դեմ, որտեվ երբ որ դու հանրային մարդ ես, այդպես է։ Շատերը կարան քեզ ընդունեն, շատերն էլ դա համարեցին թուլություն։ Եվ ամեն օր են ինձ հիշացնում հիշիր անցյալդ, բայց ես էլ ասում եմ, չէ՞ որ Քրիստոս մոռացել է իմ մեղքերը, ես ինչի հիշեմ։ Ապաշխարությունը փոխեց իմ կյանքը 180 աստիճան։ Այս նույն ապաշխարությունը ես այս վերջերս իմ վիդեոների մեջ առաջարկեցի նախկինների ղեկավարներին, Վեհապար ջան։ Սերժ Սարգսյանին առաջարկեցի, Ռոբերտ Քոչարյանին առաջարկեցի, Լևոնին ասեցի մեծ ես, այսօր եկուցես իրան էլ առաջարկեցի, որպեսզի հանրայնորեն մարդիկ ռուսերեն ասած պրիզնատ կան իրենց մեղքերը, որ միգուցե ունեցել են սխալներ իրենց կյանքում, սկսեն շփվել ժողովրդի հետ։ Ես առաջարկեցի նախկին ղեկավարներին, որ իրենք սկսեն շփվել ժողովրդի հետ, որովհետև երբ որ ղեկավարը կտրվում է ժողովրդից, իր մոտ գալիս է հպարտություն, ժողովուրդը միշտ ղեկավարին խոնարհացնում է, հենց հետաքրքիր է։ Բայց չգիտեմ, երևի նրանք չլսեցին իմ այս խորհուրդը։ Ես նրանց խորհուրդ էի տալիս, որ ապաշխարեն եւ սկսեն շփվել ժողովրդի հետ, որտեվ դա շատ ուժեղ է, շատ ուժեղ է։ Հեշտ չի աղջկա համար ընդունի, որ ինքը լավ կյանքով չի ապրել, ճիշտ կյանքով չի ապրել, որ իր պապան չի հպարտանա երկնքում, որ իր աղջիկը այդ կյանքով ապրել եւ դժվար է պրիզնատ գալ, որ դու չես ուրախացրել քո պապային։ Բայց ես այդ արել եմ, գիտակցել եմ, որ
Այդ շատ կարևոր է, որտեղ որպես հանրային մարդ ես առաջին Աստծուն եմ պատասխան տալու, որտեղ շատ մարդիկ են ինձ հետևում, մենակ իմ համար չէ, որ պատասխան եմ տալու։ Աստված ոնց որ քեզ մարդկանց ա վստահում եւ դու այդ մարդկանց համար էլ ես պատասխան տալու, եթե դու իրանց գայթակղել ես կամ ցավացրել ես։ Եվ նաեւ դու պետք է քո եղբայրներից էլ կարողանաս ներողություն խնդրես, եթե դու իրանց կամա թե ակամա ցավացրել ես։ Որտեւ եթե եղբորդ չսիրես, ուտ ես ասում, որ Աստծուն սիրում ես։ Ես երբ եկա առաքելական եկեղեցի, ինձ Քրիստոսի սերն ա գրավել։ Քրիստոս ինձ մաքրեց իմ մեղքերից, իսկ իմ մեղքերը ինձ համար ծանր էին։ Եվ ժողովուրդը ինձ չէր ներում, մինչև հիմա էլ ժողովուրդը ինձ չի ներել։ Բայց Քրիստոս ինձ ներեց։ Մենակ Քրիստոս կարա քեզ թեթևացնի քո մեղքերից։ Եթե դու քեզ ծանր ես զգում, դու ապաշխարում ես իսկական արցունքով, սրտանց ապաշխարում ես մաքսավորի նման, հա, ոչ թե փարիսեցու։ Եվ Աստված ներում է, հերիք չի, մոռանում է քո մեղքերը եւ այնքան մեծ թեթևություն է գալիս։ Եվ այդ թեթևությունն էլ քեզ տալիս է խիզախություն, որ դու հանրայնորեն ապաշխարես քո եղբայրներից ու քո քույրերից։ Վեհափար ջան, ես երբ որ Քրիստոսին ճանաչեցի առաքելական եկեղեցում, ես մի բան հասկացա, որ Քրիստոս ինքը իմ հովիվն է եւ ինքը ինքնազոհ է։ Ինքը իրան զոհեց։ Ինքը մեղքեր չուներ։ Ինքը կարար խաչից իջներ, ինքը կարար, չգիտեմ, լեգեոններ բերեր հրեշտակների, չթողներ, որ իրան խաչեին, բայց ինքը ինքնազոհ հովիվ է։ Ինքը իրան զոհեց իմ համար, բոլորիս համար։ Ինքը ամաչեց, ոնց որ ես ապաշխարելով եմ ամաչում, հələ իմս մեղքի ամոթներ, ինքը իմ համար արդեն ամաչեց։ Իրա վրա թքեցին, իրան սպանեցին։ Քրիստոս ինքը ինքնազոհ հովիվ է։ Ինքը ինձ էդ է սովորացնում, որ հովիվը պիտի լինի ինքնազոհ։ Վեհափար ջան, այս աշխարհում ֆիզիկական դուք եք իմ հոգևոր հայրը, իմ եկեղեցու հովիվը։ Ես ուզում եմ Քրիստոսի ինքնազոհությունը տեսնեմ իմ վեհափարի մեջ, իմ վեհափարի խոսքի մեջ։ Այսօր շատերն են եկեղեցիներ կառուցում, այսօր շատերն են լավ գործեր անում։ Մենակ գործերով չի, հավատքով է, ու մենակ հավատքով չի, սիրով է։ Վերջում, սերն է, այսինքն հավատքը առանց սիրո ոչ մի բան է, գործը առանց սիրո ոչ մի բան է։ Եթե դու լիքը գործ ես արել, հա, երկրիդ համար, բայց չունես սեր, մարդիկ չեն էլ տեսնում քո արած աշխատանքը, բայց դու կարաս լիքը գործ արած լինես։ Իսկ սերը ինքնազոհությունով ես տեսնում մենակ։ Ես որ ամուսնացա, ես ոնց հասկացա, որ ես սիրում եմ իմ ամուսնուն։ Ինքնազոհությունով։ Եթե ես օրվա մեջ ինքնազոհություն չեմ անում ու չեմ ուզում, որ դիմացինս իրան լավ զգա, սերս ցույց չեմ տալի ինքնազոհությունով, այդ սեր չի։ Հիմա այս պայքարի մեջ այն մարդիկ, ովքեր ձեր կողքին են, ես էլ իրանց հետ պայքարում ենք մեր եկեղեցու համար, առաջինը Քրիստոսի համար, մեր վեհափարին ենք պաշտպանում։ Չարը ֆիզիկական է պայքարում մեր հետ, բայց շատ անգամ մենք էլ մեր մարդկայինով ենք պայքարում չարի հետ։ Սեր չկա, Քրիստոսին մոռացել ենք, ինչ որ ֆետիշ ազգայնականություն է մեր մոտ մենակ։ Մենք մենակ ոնց որ մեր հայրենիքը պաշտպանենք, Քրիստոսին չենք էլ պաշտպանում։ Կարող է նույնիսկ վեհափար ջան քո անձը պաշտպանենք ու ոչ Քրիստոսին։ Այս ճանապարհի մեջ մենք շատ անգամ մոռանում ենք Քրիստոսին ու այս պայքարը ինքը մի տեսակ sense
մարդկային ուժով պայքար է դառնում։ Ու այս պայքարը, որ այսօր ժողովուրդը բաժանվել է երկու մասի, ինքը ոնց որ սենց ինչ-որ սովետական, ինչ-որ ստիլի աշխարհիկ վիճակ է, որ իմ դուրը չի գալի։ Որովհետև ինձ Քրիստոս դա չի սովորացրել։ Հա, եթե թշնամու հետ ես պայքարում, պատերազմի ժամանակ, ինքը ֆիզիկական պայքար է։ Չնայած մեր տղաները հավատքի համար են նահատակվում, բայց այդ պայքարում ցավոք սրտի իշխանությունը պարտվեց։ Ես չեմ ուզում, որ այս պայքարը դառնա ինչ-որ տենց կոմունիստական ովա ուժեղ ինքը կհաղթի։ Չէ, պետությունը սենց ուժայիններով գալիս է, բայց մենք հավատավորներս հո գիտենք, որ էսի հոգևոր պայքար է։ Բա եթե սա մենք հոգևորներով գիտենք, հա, հավատացյալները գիտեն, քահանաները գիտեն, դուք էլ գիտեք, վեհափար ջան, որ էսի հոգևոր պայքար է։ Ինչ ենք մենք անում այս հոգևոր պայքարի ժամանակ։ Չարի հետ ո՞նց ենք պայքարում։ Չարը ինչից է վախենում։ ԱԱԾ-ից, չարը տանկերից վախենում է, չարը ուժայիններից չարի վեճը չի, ինքը ընդհանրապես ուժայիններից չի վախենում։ Գիտեք չարը ինչից է վախենում։ Չարը վախենում է ապաշխարած սրտից։ Մեղանչական, մեղա եկած սրտից չարը վախենում է։ Բա եթե մեր պայքարը հոգևոր է, մեր զենքը պետք է լինի ապաշխարած սիրտը, մեղանչականով սիրտը, մեր տեքստերը պիտի լինի մեղանչական։ Չարը մենակ վախենում է ապաշխարած մարդուց։ Չէ, տենց է, չէ, հոգևոր պայքարի մեջ տենց չի։ Եվ մեր հոգևոր զենքերն էլ սերն է եւ հավատքն էլ որպես վահան։ Չէ։ Հիմա մեզանից քանի հոգի ունի մեղանչական սիրտ։ Քանի հոգին են մեզանից մեղանչել։ Այդ կլինի իշխանությունից, այդ կլինի ժողովրդից, այդ կլինի հոգևոր դասից։ Բա չէ որ ես ձեր հոտն եմ, ես ուզում եմ, որ իմ հոգևոր հայրը ունենա այդ մեղանչական սիրտը։ Խոսքը։ Դուք գիտեք, քանի հազարավոր հավատացյալներ այսօր սպասում են ձեր խոսքին։ Իսկ դուք նամակով եք մեր հետ խոսում։ Մենք ուզում ենք ձեր մեջ տեսնենք ինքնազոհ Քրիստոսին։ Մենք ուզում ենք ձեր տեքստերը լսենք այս դժվար պահին, երբ որ մենք սենց այն որ արդեն քանի ամիս է մենք պայքարում ենք այս ամեն ինչի հետ։ Դուք էլ մեր հովիվն եք, չէ՞։ Դուք մեզ հետ խոսում եք նամակով, ձեր էջի, ձեր էջնա, եւ ձեր էջը հորդորում է մեզ, որ մենք չտրվենք, չգիտեմ, իշխանությունների այս քայլերին։ Ախր ոնց կարելի է ժողովրդի հետ կապը այն աստիճանի կտրել, որ նամակով հորդորել։ Ես հասկանում եմ, Հիսուս Քրիստոս մեզ տվեց նամակ, Աստվածաշունչ, կտակարանը, մեր հետ կտակարանով է խոսում, բայց մինչև կտակարանը մեզ տալը Հիսուս Քրիստոս ամեն օր ժողովրդի հետ էր խոսում։ Վեհափառս, մեռնեմ ես քո արևին։ Հիսուս Քրիստոս, լինելով Աստված, խոսում էր ժողովրդի հետ առավոտից իրիգուն ու հոգնում էր։ Ինքը ֆիզիկապես հոգնում էր։ Աշակերտները քնում էին, ինքը շարունակում էր աղոթել։ Ես ուզում եմ, որ դուք խոսեք մեր հետ։ Որպես հավատավոր ժողովուրդ, ով որ ձեր կողքին կանգնած է, ես ուզում եմ, որ դուք մեր հետ մենակ նամակով չխոսեք։ Եվ ես որպես հավատավոր, մեղավոր, այդ հոտի մի հատ անդամ, ուզում եմ, որ դուք որպես իմ հոգևոր հայր, բացի որ մեր հետ խոսեք, ես ուզում եմ նախ պարզ խոսեք, խոսքը լինի պարզ եւ հասկանալի բոլոր մասայի մեր ժողովուրդը տարբեր մասաների է, չէ, բաշխված։ Ես ուզում եմ, որ հասկանալի լեզվով ժողովրդիս հետ խոսեք։ Ես ուզում եմ, որ դուք նարեկացի կարդաք, ես լսեմ։ Ես ուզում եմ, որ դուք Հիսուսից պատմեք, ես լսեմ ու ձեր մեջ տեսնեմ Հիսուս Քրիստոսի այդ ինքնազոհ հովին։ Ես ուզում եմ ձեր ապաշխարական խոսքը լսեմ։ Ես ուզում եմ ձեր մեղանչական խոսքը լսեմ, որ ես էլ մեղանչեմ։ Ես ուզում եմ դուք իմ համար լինեք օրինակ, որ ես մեղանչեմ, որ ներողություն, որ ես ասեմ Աստված կներես մեղքերիս համար։ Մեկը, որին վեհափառին վատ բան է ասում,
Դուք չեք պատկերացնի իմ մոտ ինչ պաշտպանական ռեակցիա է գալիս։ Ես ուզում եմ ձեզ պաշտպանեմ, որովհետև ես գիտեմ, որ դուք օծյալ եք եւ ձեր վրա կա Աստծո օծություն։ Ես հարգում եմ ձեր տարիքը, հա։ Ձեր արած աշխատանքը, ես գիտեմ, որ դուք լիքը գործ եք արել իմ հայրենիքի համար, Վեհապար ջան։ Այսինքն կան լիքը մարդիկ այսօր, ովքեր ձեր կողքին կանգնած են, որովհետև գիտակցում են, որ այսօր չարն է հարձակվել մեր եկեղեցու վրա։ Բայց ախր դուք այդ ժողովրդի հետ էլ չեք խոսում։ Այն ժողովրդի, ովքեր այսօր ձեր համար գալիս են Էջմիածին եւ պաշտպանում են իրենց Սուրբ եկեղեցին եւ իրենց Վեհապարին, գոնե այդ ժողովրդի հետ խոսեք։ Ես համոզված եմ, որ ձեր այդ խոսքը կլսեն նաեւ այն մարդիկ, ովքեր ձեզ չեն ընդունում, իրանց սիրտն էլ կփափկի։ Մենք ձեզանից ակնկալում ենք խոսք, որը կփափկացնի մեր սրտերը, Վեհապար ջան, այդ ձեր գործն է։ Ես իմ բնավորությամբ շատ պայքարող բան ունեմ, ներաշխար։ Պապաս էլ զինվոր ա եղել, ես էլ ինձ համարում եմ զինվոր։ Եվ ճշտի համար կպայքարեմ։ Բայց պայքարող մարդիկ շատ լավ են, կող ունեցող մարդիկ շատ լավ են։ Ես կարծում եմ, որ դուք էլ կող ունեք։ Եվ դա շատ հզոր կողմ է, Վեհապար ջան, որ ձեր մեջ կա այդ կողը, որ դուք կարացել եք դիմանալ այսքան տարի։ Հրաշալի է, դա օրհնություն է։ Բայց կա ժամանակ, որ այդ կողը պիտի դնես մի կողմ ու փշրվես Աստծո առաջ։ Փոքրանաս Աստծո առաջ ու խոնարհվես։ Այդ կող մարդկանց շատ դժվար է խոնարհվելը, թողնել այդ պայքարը ու գալ Աստծո առաջ ու փոքրանալ ու խոնարհվել։ Ընդհանրապես մեր ժողովուրդը, նամանավանդ տղամարդիկ ինչքան հպարտ են, չէ՞, մեր ժողովուրդը ներողություն չի սիրում ասի։ Մեր ժողովուրդը կարող է, չգիտեմ, եկեղեցում գնա տենց մենակ աղոթելուց ասի Աստվածժան կներես, բայց ինքը իր եղբորից երբեք ներողություն չի խնդրում։ Եվ դա տանում է մեզ կործանման։ Եվ ընդհանրապես այդ կող մարդկանց հետ ես չգիտեմ Աստված ոնց է խոսում, որտեղ դա լավ բնավորություն է, եթե դու Աստծո փառքի համար ես դա օգտագործում, հա, այդ պինդ ես։ Բայց մեկ-մեկ էլ Աստծո ձայնը կարած չլսես, ու այդ դեպքում Աստված արդեն էշի միջոցով է քո հետ խոսում, չէ՞, տենց պատմություն կա Աստվածաշնչում, որ Աստված արդեն կենթանու միջոցով է հետդ խոսում, որ դու հասկանաս։ Իմ կյանքում տենց շատ ա եղել, որ իմ այս զինվոր բնավորությունը ինքը շատ լավ բան է, բայց Տիրոջ մոտ դու պիտի փշրվես։ Ոնց որ Քրիստոսը մեր համար եղավ օրինակ ինքնազոհության, ապաշխարության։ Ես որպես աշխարհիկ մարդ, որպեսզի իմ սիրտը փափկի ու ես գնամ դեպի ապաշխարության, ինձ պետք են հոգևոր հայրեր։ Ես պիտի դա ձեր մեջ տեսնեմ, այդ կլինի եպիսկոպոսների մեջ, այդ կլինի քահանաների մեջ, թե այդ կլինի մեր Վեհապարի մեջ։ Ես պետքա ձեր մեջ տեսնեմ Քրիստոսին։ Այնքան դուք պիտի խոնարհ լինեք, որ ես ձեզանից սովորեմ այդ խոնարհությունը, որ գնամ ու ապաշխարեմ։ Քրիստոսի համար ամենակարևոր բանը ի՞նչն էր, Վեհապար ջան։ Մենեջմենտը չէր։ Մենեջմենտը առաքյալներն էին անում։ Ինքը դժվար բան է, բայց Քրիստոսի ամենակարևոր գեր նպատակը, որ եկավ այս աշխարհ, ինքը մեր հոգիների փրկության համար է եկել։ Հետո պատվիրեց առաքյալներին, եկեղեցիներ կառուցեցին մարդիկ, որ հավատավոր ժողովուրդը գա եկեղեցու մեջ Աստված ճանաչի։ Քրիստոսի գեր նպատակը Աստված ճանաչողությունն է եղել։ Ոչ եղել է հայրենիքը, ոչ եղել է հայրենիքի սահմանները, ոչ ինչ որ քարե շենքեր։ Քրիստոսի համար ամենակարևոր բանը եղել է հոգու փրկությունը։ Որտեղ եթե դու ունենաս հոգու փրկություն եւ ունենաս ապաշխարող սիրտ, դու քո երկիրը կարաս պահես, դու կլինես օրհնված, քո սահմանները կլինեն ապահով, Աստված աղոթքներդ կլսի, որտեվ Աստված մենակ խոնարհի աղոթքն է լսում։ Всё, period։ Յուրաքանչյուր հոգևորականի համար իր գեր նպատակը հոգիների փրկությունն է։ Ոչ թե ազգայնամոլ ինչ որ ֆետիշ վիճակ։ Այդ ամեն ինչը մեր սրբություններն է ու մեր արժեքներն է, այդ ամեն ինչը մեր ինքնության մեջ է, մենք այդ պահում ենք։ Մեր եկեղեցիներն էլ, բայց այստեղ կարևորը Քրիստոս է եւ մեր հոգիների փրկությունն է, հայ ժողովրդիս հոգիների փրկությունն է։ Հայ ժողովրդիս
ապաշխարությունն է, որ մաքսավորի նման ինքը գիտակցի, որ ինքը մեղավոր է, ոչ թե դիմացինն է մեղավոր, Նիկոլն է մեղավոր կամ հակառակը, չգիտեմ, էս է մեղավոր, այն է մեղավոր։ Առաջինը, որ անին գիտակցի, որ ինքն է մեղավոր, որ ես մեղավոր եմ։ Ես լիքը մեղքեր ունեմ։ Այդ գիտակցությունն է ամենակարևորը Աստծո համար։ Եվ որպիսի անին, որպես ամենամեղավոր մարդ, գիտակցի, որ իրեն անհրաժեշտ է ապաշխարություն, ինքը պիտի ունենա օրինակ։ Հա, առաջին օրինակը Հիսուս Քրիստոսն է անի համար, բայց ես էլի լիքը օրինակներ պիտի ունենամ։ Իմ վեհափառը պիտի լինի իմ օրինակը, որ ես նայեմ վեհափառից միանգամից գնամ ապաշխարության։ Վեհափառից խոնարհությունը ինձ պիտի տանի ապաշխարության, քահանաների խոնարհություն ինձ պետքա տանի ապաշխարության, որովհետև քահանաների վրա մեծ պատասխանատվություն է դրված, իմ հոգին ձեզ է վստահված։ Որովհետև ես էլ պետք եղած ժամանակ ձեզ եմ պաշտպանում ու քֆուր քյաֆար եմ ուտում։ Դա իմ պարտքս է, ինձ ոչ ոք չի ասել, որ ես դա անեմ, բայց ես դա ընտրում եմ, դա անեմ։ Բայց ես էլ, երբ որ ես ձեզ նայում եմ, ես պիտի Քրիստոսի սերը տեսնեմ։ Եվ պիտի տեսնեմ ինքնազոհ հովիվ։ Եթե ես մեղքի մեջ եմ եւ նույնիսկ չեմ էլ նկատում ու չեմ էլ զգում, որ ես մեղք եմ գործում ու ապրում եմ մեղավոր կյանքով ու տարիներ շարունակ ապրել եմ մեղավոր կյանքով, այդ ժամանակ նորակառույց եկեղեցին, վերանորոգված եկեղեցին ինձ չի օգնում։ Այդ ժամանակ մենեջմենտը ինձ չի օգնում։ Այդ ժամանակ ինձ իմ հոգու փրկության համար պետքա լինի օրինակ։ Պետքա լինի մարդ, ում ես կնայեմ, ով լցված կլինի Աստծո հոգով եւ ում խոսքը կկպնի իմ սրտին եւ իրա օրինակը ապաշխարության ինձ համար կլինի օրինակ։ Ես ակնկալում եմ իմ սիրելի վեհափառ, ձեզանից խոսք, ձեր հավատավոր ժողովրդին եւ ինձ։ Ես ձեզանից սպասում եմ ապաշխարության խոսք, որ ես էլ ապաշխարեմ, որ իմ հոգին էլ փրկվի։ Եթե իմ շատ սիրելի հայ ժողովուրդը այսօր այն վիճակի մեջ է հոգևոր, այն աղքատ հոգևոր վիճակի մեջ է, որ կարա դուրս գա եկեղեցուն դեմ եւ վեհափառի օծության դեմ, այդ նշանակում է, որ իմ ժողովուրդը ապաշխարական սրտի մեջ չի, որ իմ ժողովրդի սիրտը չի ապաշխարում, որ ինքը մեղադրում է ձեզ։ Հիմա որպիսի այդ ժողովուրդը փշրվի Աստծո առաջ, ինքը պիտի տեսնի Աստծուն, ինքը պիտի ճանաչի Աստծուն, իսկ մարդ ո՞նց է տեսնում Աստծուն եւ ճանաչում։ Եղբոր մեջ է տեսնում։ Որտեղ երբ որ դու գնում ես եկեղեցի, շատ անգամ դու կարաս չտեսնես Աստծուն, բայց երբ որ եղբայրդ քեզ սեր է տալի, դու տեսնում ես Հիսուս Քրիստոսի սերը ու փշրվում ես։ Երբ որ եղբայրդ քեզանից ներողություն է խնդրում, դու տեսնում ես այդ ուժը իր մեջ, որ ինքը ներողություն խնդրեց, դու Քրիստոսին ես տեսնում, ասում ես հլնայի Քրիստոս ոնց է այս մարդու սիրտը փոխել։ Ու դու էլ ես ուզում այդ այնց ապաշխարես։ Եվ երբ որ ես տեսնում եմ, որ մեր հոգևորականները ու իմ վեհափառում շատ սիրում ու հարգում եմ, պայքարում է այս հոգևոր պատերազմում աշխարհիկ ուժով, ես էլ եմ ուզում աշխարհիկ ուժով պայքարեմ, բայց այդ ընթացքում ես կորցնում եմ Աստծո ներկայությունը ու ես կորցնում եմ իմ հոգին, որտեվ այս պայքարը ժողովրդիս հետ է, իսկ ես չեմ ուզում թշնամանամ իմ ժողովրդի հետ, ընդհակառակը, ես չեմ ուզում դուրս գամ իմ ժողովրդի դեմ, ես ուզում եմ օգնեմ, որ իմ ժողովուրդը գնա ապաշխարության, ու իմ օրինակով ցույց եմ տվել 2-3 տարի առաջ, ասել եմ ժողովուրդ ջան, ես մեղավոր եմ եղել, ու լիքը մարդկա ինձ գրել են աղջիկներ, ասել են Անի ջան, մենք էլ ենք մեղավոր, ուղղակի մեր մասին ոչ մեկ չգիտի, դու հանրային ես, քո մասին գիտեն։ Հիմա ես իմ վեհափառից ու իմ եպիսկոպոսներից ու իմ քահանաներից նույն բանն եմ ակնկալում։ Դուք հանրային մարդիկ եք, դուք պիտի հանրային ապաշխարեք ձեր արած սխալների համար, որ ես ձեզանից սովորեմ, ես էլ ապաշխարեմ, որ իմ հոգին փրկվի, որպես աշխարհիկ մարդ։ Որովհետև եթե սա հոգևոր պայքար է, սատանան ինձանից չի վախենում, եթե ես ունենամ բայրակթար կամ տանկ, ինձանից թշնամին չի վախենալու, իսկական թշնամին վախենում է իմ ապաշխարող սրտից։ Ես վտանգ եմ ներկայացնում, երբ որ իմ սիրտը խոնարհության մեջ է, որտև խոնարհիս աղոթքը Աստված լսում է։ Եթե սա հոգևոր պատերազմ է, ես պիտի նենց անեմ, որ ինձանից վախենա չարը։ Ես պիտի լինեմ ուժեղ Աստծով։ Եթե սա հոգևոր պատերազմ է եւ ես ուզում եմ, որ իմ աղոթքը լսվի, ես պիտի ապաշխարեմ։ Ես պիտի լինեմ ուժեղ Աստծով։ Եթե սա հոգևոր պատերազմ է եւ ես ուզում եմ, որ իմ աղոթքը լսվի, ես պիտի ապաշխարեմ։ Ես պիտի լինեմ ուժեղ Աստծով։ Եթե սա հոգևոր պատերազմ է եւ ես ուզում եմ, որ իմ աղոթքը լսվի, ես պիտի ապաշխարեմ։
Եվ այդ ժամանակ Աստված ճանապարհներ կբացի։ Ապաշխարող ազգ ունեցողի համար Աստված ճանապարհ կբացի, փրկության ճանապարհ կբացի։ Բայց եթե իմ հոգևորականները, իմ վեհափառը, իմ եպիսկոպոսները, իմ քահանաները մեղադրում են դիմացինին, մեղադրում են ուրիշին, այս իրավիճակի պատճառը դրսում են փնտրում, ես էլ եմ նույնը անում ու դրսում եմ փնտրում։ Ես էլ եմ ձեր պես պայքարում, որտեվ ես ձեր հոտն եմ։ Ոնց որ դուք եք պայքարում չարի դեմ, տենց էլ ես, որտեվ ես գիտելիք չունեմ, դուք ունեք, ես ձեզ եմ նայում, կոպի եմ անում։ Հիմա երբ որ դուք պայքարում եք աշխարհիկ մարդկային ուժով, ես էլ եմ աշխարհիկ մարդկային ուժով պայքարում։ Բայց եթե դուք խոնարհությամբ պայքարեք եւ ապաշխարության աղոթքով պայքարեք եւ դիմեք ժողովրդին ապաշխարական սրտով, նարեկացու սրտով, եթե դու դիմես ժողովրդին, ժողովուրդը հոտը քեզի կոպի կանի ու իր պայքարը արդեն կդառնա հոգևոր պայքար։ Մենք բոլորս ունենք կող, այդ կող ունենալը մեզ օգնելա որպես ազգ, որ մենք պայքարել ենք, որ մենք չենք հանձնվել, որ մենք դիմացել ենք սովետական միությանը, դրանից առաջ դիմացել ենք թուրքերին, դիմացել ենք պարսիկներին, դիմացել ենք, չգիտեմ, հռոմեացիներին, բայց Աստծո առաջ մենք չենք կարա այդ նույն կողը ունենանք։ Էսի Աստծո եւ սատանայի պատերազմը։ Աստեղ զենքերը ուրիշ են։ Ստեղ մենք չենք կարա սովետական զենքեր օգտագործենք։ Ստեղ պիտի խոնարհություն օգտագործենք, որ Աստված մեր միջոցով գործի։ Հիսուս Քրիստոս չպարտվեց խաչի վրա հռոմեացիներին, բայց հռոմեացիները իրան խաչեցին։ Չէ, ինք չի պարտվե։ Ինքը ինքնազոհ հովիվ էր ու հաղթեց իր ինքնազոհությունով։ Ես ուզում եմ, որ իմ վեհափառն էլ լինի ինքնազոհ հովիվ։ Եվ Քավլիցի ինքնազոհություն ասելով եսի նկատի չունեմ, որ դուք դուրս գաք ու գնաք։ Չէ, ինքնազոհություն ասելով ի նկատի ունեմ ձեր էգոն, ձեր եսը զոհեք, ժողովրդի առաջ դուրս եկեք ապաշխարական աղոթքով։ Ասեք առաջին Աստծուն ապաշխարեք, հետո ժողովրդին ասեք, եթե ինչ որ մեկին նեղացրել եմ, կամա թե ակամա, եթե ինչ որ մի քահանայի ցավացրել եմ առանց նկատելու, եթե ինչ որ սխալներ եմ թույլ տվել, որ Աստված երբեք չէր կարող դա ընդուներ։ Քրիստոսի ճիշտ է այդ պահին չեմ պահել, անձիս ճիշտն եմ պահել։ Չէ, լինում է տենց։ Բոլորս մեղավոր մարդիկ ենք։ Ես ձեզանից սա այդ ինքնազոհ, անձնազոհ հովիվը, տենց է ինքը պիտի ապաշխարականով գա, որ ժողովուրդն էլ իրանից օրինակ վերցնի ու ապաշխարի, ոչ թե ծամոնով ելնի գա հարձակվի եկեղեցու վրա։ Ստեղ էլ այդ կողը չպիտի աշխատի, այդ կողը պահենք թշնամու համար։ Մենք հավատավոր ժողովուրդս կարեկցանք ունենք, Քրիստոսից ինչ որ տեղով ներողամտություն ենք սովորում, որտեղ Քրիստոս էլ մեզ ներեց, չէ՞, մենք մեր սրտերում ունենք կարեկցանք։ Մենք կարողանում ենք ինչ որտեղ ներել մարդկանց սխալները, որտեղ գիտակցում ենք, որ մենք ամենամեղավորն ենք, ոնց կարանք, չէ՞, մեր եղբորը չներենք, բայց այն ժողովուրդը, որ դեռ չի հասել Աստված ճանաչողության, այն ժողովուրդը, որ ծամոնով այսօր գալիս է վեհափառին դեմ եւ եկեղեցուն դեմ եւ մեր արժեքներին դեմ, այդ ժողովրդի հետ դու պիտի ինքնազոհ ձևով խոսես։ Այդ ժողովրդի կապը կտրվել է այսօր մեր հոգևորականների եւ ժողովրդի կապը կտրվել է։ Դրա համար ժողովուրդը այսօր սենց բարձի թողի վիճակում է։ Սա հոգևորականի պատասխանատվությունն է։ Եթե այսօր իմ հայ ժողովուրդը Աստծուն չի ճանաչում, դա հոգևորականի պատասխանատվությունն էլ է։ Հոգևորական իր օրինակով պիտի անհավատին աշխարհիկին ցույց տա, թե ոնց պիտի լինի ճիշտ քրիստոնյան։ Եթե դու որպես երգչուհի ինչ որ միտեղ սայթակել ես եւ կանգնում ասում ես քո ժողովրդին, որ գիտեք, ես այդտեղ սայթակել եմ, ինձ կներեք, ժողովուրդը քեզ հարգում է։ Այդ ժամանակ ներում է քո սայթակումները։ Նույն ձևով, եթե այսօր հոգևորականը գլխից սկսած վեհափարից պիտի սկսի, որ մնացածը անեն, ինքը գա ու ասի ժողովուրդ ջան, ես իմ այսքան տարիների մեջ արել եմ այս գործերը, բայց այսօր դրա մասին չեմ ուզում խոսալ։ Այսօր ուզում եմ խոսամ դրա մասին, որտեղ որ ես չեմ հասցրել։ Չեմ հասցրել, հիմա մարդ եմ, այ քեզ բան կարամ, չէ՞ չհասցնեմ, սխալվել եմ այս հարցերում։ Ներեք ինձ։ Որտեվ Աստված ինձ արդեն ներել է, ես արդեն ապաշխարել եմ, հիմա էլ ձեզ եմ ասում, որտեվ դուք իմ եղբայրներն եք, դուք իմ հոտն եք։ Ներեք ինձ։ Նյուժելի այդքան դժվար է այս նախադասությունը ասել։ Նյուժելի այդ եսդ ու էգոդ չի թողնում, որ դու այս նախադասությունը ասես ախր։
Իմ շատ սիրելի վեհափառ հայր, մեռնեմ ես քո արևին, այն որ տեսնեմ խոնարհվեմ ու համբուրեմ քո աչը։ Ես աղաչում եմ ձեզ։ Մի հատ վիդեո արեք։ Այդ վիդեոյի մեջ ապաշխարեք ժողովրդի առաջ։ Մեղանչական ինչ-որ մի հատ վիդեո արեք, շատ եմ խնդրում։ Ոչինչ չի պակասի ձեզանից, ընդհակառակը կավելանա ժողովրդի հարգանքը եւ կարեկցանքը ձեր հանդեպ։ Ախր մենք ոնց կարանք թողնենք, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելուց հետո մեր եկեղեցին էլ հանձնի։ Մենք չունենք այդ իրավունքը, բայց մեր պատերազմը չարի հետ է, ոչ թե ուժայինների եւ ԱԱԾ-ի հետ է։ Մեր պատերազմը հոգևոր է, դրա համար մենք պետքա խոնարհվենք եւ ապաշխարությամբ մտնենք այս պատերազմի մեջ։ Մեռնեմ ես քո արևին, խնդրում եմ, խոսա մեր հետ, չի կարելի սենց լռության մեջ մնալ։ Փարիսեցին ինքը այն հավատացյալ մարդու օրինակն է։ Աստվածաշնչում երբ որ գրված է Փարիսեցի, ինքը այդ հավատացյալն է, որ ամեն Կիրակի գնում է պատարագի, ինքը շատ լավն է, եկեղեցիներ է կառուցում, բան, տենց տասանորդ է տալի ու աղոթելուց էլ ասում Աստվածաշան, շնորհակալություն, որ ես այս մաքսավորի պես չեմ, մեղավոր։ Իսկ մաքսավորը մենք ենք։ Մենք ենք, մեղավորն ենք, որ նույնիսկ ամաչում է գլուխը բարձրացնի երկինք Աստծուն նայի, գլուխը բարձրացնի վերև, որ նայի Աստծուն ու Աստծուն ասма Տեր ների ինձ, որտեվ ես մեղավոր եմ։ Մենք բոլորս ենք մաքսավոր, կապ չունի, որ դու հոգևորական ես ու ես իմ բարձր պաշտոնի մարդ ես։ Աստծո առաջ բոլորս հավասար ենք, Աստծո առաջ չկան պաշտոններ։ Եվ Աստված մեր սրտերին է նայում։ Եկեք չլինենք փարիսեցի, որ մենք ամենալավն ենք վիդիտելի, չկա տենց բան։ Բոլորս էլ մեղավոր ենք ու պիտի ընդունենք մեր մեղքերը հատիկ առ հատիկ։ Ես չգիտեմ ամսի 28-ին ինչ ա լինելու, ես չգիտեմ հրամաններ կան թե չէ, միգուցե կա հրաման, որ արդեն ուժով գան մտնեն մայր տաճար, չեմ իմանում ոնց կլինի, եթե այդ հոգեկան հիվանդից ամեն ինչ սպասում եմ, վեհափառ ջան, դրա համար ես ձեզ հորդորում եմ, շատ եմ խնդրում, աղաչում եմ, վիդեո նկարեք, ես չգիտեմ դա կօգնի թե չէ, բայց ձեր անձին դա հաստատ կօգնի, մեզ էլ հավատավոր ժողովրդին հավատացեք, լիքը ուժ կտակ, եթե մի հատ տենց վիդեո անեք, որտեղ մենք ձեզ այդքան պաշտպանում ենք, բայց դուք մեզ մի հատ վիդեո չեք տալիս, մի հատ խոսք, որ Քրիստոսին տեսնենք այդ ձեր խոսքերի մեջ, հասկանում եք։ Իսկ մենք ծարավ ենք, մենք կարոտ ենք այդ խոսքին, վեհափառ ջան, խնդրում եմ կապդ հաստատի ժողովրդի հետ, հավատավորների հետ, աշխարհիկներն էլ շատ անգամ մոլորված են այսօր։ Մի հատ սիրուն վիդեո արեք, խոսեք մեր հետ, առանց այդ նամակների, այդ նամակները ամեն մարդ չի կարդում, երբ որ դուք հորդորում եք։ Ես մոտավորապես պատկերացնում եմ նման տեքստով, դուք իհարկե ավելի լավ կիմանաք, բայց մոտավորապես աշխարհիկ լեզվով ասած պատկերացնում եմ սենց մի տեքստ, որ ինքը կլինի ապաշխարական աղոթք, եւ այդ ապաշխարության աղոթքը բոլորս պետք է ասենք, ձեր հոտը պետք է ասի, վեհափառ ջան, բայց դուք այդ ապաշխարության աղոթքը չեք ասելու, դուք պետք է ասեք ես, մենք պիտի լինի, մենք ու ես, այսինքն դուք էլ առաջինը ընդունում եք, որ ունեցել եք սխալներ եւ միգուցե էլի ունենաք։ Եվ հորդորում եք բոլորիս, որ բոլորս ընդունենք մեր անձնական մեղքերը, ոչ թե կողքինի, հա, մեր, եւ դա կլինի ապաշխարական աղոթք, վիդեոյով եւ այնպիսի լեզվով, որ աշխարհիկներն էլ հասկանան։ Խնդրում եմ ձեզ, մի հատ տենց վիդեո արեք, մենք ուզում ենք ձեզ այտենց հիշենք, վեհափառ ջան, միշտ մեր սրտերում։ Եվ վիդեոյի վերջում որպես ամփոփում իմ ուղերձը, վեհափառ ջան, ես ուզում եմ ձեր մեջ տեսնեմ Քրիստոսին, ինքնազոհ հովի, ով ինքը իրան չխնայեց իր հոտի համար։ Թող Աստված օրհնի մեր վեհափառին, տա իմաստություն, ուժ, երկար տարիների կյանք, այսքանը։ Հուսամ կպատասխանեք մեր խնդրանքին, վեհափառ ջան։